Ընտրություններից անմիջապես հետո ընտրողների ցուցակների հրապարակումը ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հանրապետական կուսակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը շարունակում է համարել անընդունելի։ Դա սկզբունքորեն հակասում է նաև եվրոպական պահանջներին։ Այսօր հանձնաժողովը ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի շուրջ լսումներ էր կազմակերպել, որին մասնակցեցին ոչ միայն խորհրդարանական ուժեր, այլև միջազգային կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հիմա կանչել են որ ինչ էս միջոցառմանը, հրավիրել ինչ առաջին ընթացમાં անցած փաստաթուղթ արդեն ընդունված, մեզ կանչել են ուղղակի որ մի հատ գալշկա դնեն, իբր թե լսումներ են անցկացվում։ Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի համար շատ պարզ է, թե իշխանությունները ինչու չեն ցանկանում հրապարակել ընտրացուցակները։ Դրանով կբացահայտվեն 2-3, որոշ գնահատականներով 450 հազարի հասնող կեղծ քվեարկությունները։ Մենք կարող ենք ընդունել նորմ, ըստ որի ցանկացած մարդ ոչ թե բողոքարկում ընտրության արդյունքները, այլ վստահված անձ կլինի, դիտորդ կլինի, շահագրգիռ անձ, տեխնացու կլինի, որբիսի իր պահանջի դեպքում մենք հնարավորություն ընձեռնենք ընդրատարածքային ընտրական հանձնաժողովում, որբիսի ծանոթանա քվեացուցակներին, ավելին որբիսի գրառում կատարի եւ քաղվածք վերցնի այդ ընտրացուցակից։ Լևոն Բարսեղյանը այն կարծիքին է, որ ընտրությունների օրը տեղամասում անհրաժեշտ է տեսագրել ողջ գործընթացը։ Նկարահանումը էական կանխարգելիչ նշանակություն կունենա բոլոր այն հանցագործությունների դեմ, որոնք մինչ օրս մենք բոլորս դիտարկել ենք։ Դավիթ Հարությունյանը դեմ չէ, որ ընտրական տեղամասում տեսախցիկներ լինեն, սակայն դեմ է, որ պետությունն իր վրա վերցնի նկարահանումների պատասխանատվությունը։ Ցանկացած խափանում հարցականի տակ կդնի քվեարկության արդյունքը։ Քանի որ այսօրվա քննարկման բոլոր մասնակիցները Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների գլխավոր նախապայմանը համարում են քաղաքական կամքի առկայությունը, Ամեկ+-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց։ Իշխանությունները կամք ունեն առաջիկայում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար։ Դուք ունեք այդ կամքը, ունեք, ես էլ ունեմ։ Բա մյուսները։ Եկեք փորձենք անել այնպես, որ բոլորը ունենան։ Վիկտորիա Աբրամյան, Հասմիկ Ֆարոյան, IPF։